Ողջույն, այսօր կխոսենք սիրո ընտանեկան հարաբերությունների եւ ցավոք աջակցի հանդիպող ամուսնալուծությունների մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք զարգացում հոգեբանական համալիրի տնօրեն հոգեբան Էլոնա Ավետյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, հաճելի։ Դրական նոտայով սկսենք մեր զրույցը։ Ինչ է սերը։ Սերը, սիրո մասին շատ են խոսում, շատ գրում էին։ Իրականում դա առաջի հերթին հորմոնների խաղ բուրըն ես կասեի, ադրենալին, նորադրենալին, դոֆամինի մասն է խոսքը, բայց իրականում ամեն մարդը հանդիպում է նրան, որ ինքը իր մեջ հասկանում է սերը ինչ է, իր ձևով, բայց կասեի, սերը իր մեջ ներգրավում է մեծ, շատ խորը ու բարդ, միգուցե ասեմ այդպիսի բառ, բաղադրություն։ Բաղադրատոմսը բավականին բարդ է, բայց նույնն էլ հեշտ կարելի ասել, որ նաև հասարակ։ Երբ նմանը նմանին է գտնում, դա է համարվում սեր։ Նույն ձև են մտածում, նույն հետաքրքրությունները ունեն։ Սերը նաև դա է, որ ունեն, այո, նույն հետաքրքրություններ, սերը կոչվում այն, որ իրար են նայում ու կամ որ երկուսով նայում են մի ուղղությամբ, հասկանում են իրար, գտնում են իրար ու իրոք լինում են իրար կողքի ոչ թե ֆիզիկապես, այլ նաև զգալով, տեսնելով մարդու ներքին աշխարհը մեկը մյուսին։ Կա սիրելու արվեստ։ Միանշանակ Էրիկ Ֆրոմն էր գրում սիրո արվեստի մասին, գրում էին Ջոն Բաուել 5 լեզու սիրո մասին ու նույնը Ֆրեյդն է գրել իր գործերի մեջ։ Բայց սերը այնուամենայնիվ, երբ որ սիրո մասին տեղեկություններ մարդիկ ունեն, նա ավելի հարստացնում է մարդու էությունը, մարդու ներքին ներաշխարհը։ Սիրո մասին ափսոսում եմ, որ շատ քիչ տեղեկություններ մարդկանց մոտ, ինչպես պետքա սիրել, ինչպես պետքա բառը չեմ սիրում, ինչպես կարելի է սիրել, որպեսզի ես ինձ լավ զգամ։ Եթե ես ինձ լավ զգամ, դիմացինը միանշանակ լավ կզգա։ Այդ դեպքում ինչպես սիրել։ Ինչպես սիրել, հետաքրքիր հարց է։ Սերը իր մեջ պարունակում է մեծ հասկացողություն։ Հասկացողություն զգացողության մասին։ Նախ սերը պետք է հասկանալ ես ինձ ոնց եմ սիրում, ես իմ հետ ոնց եմ ինձ զգում, ոնց եմ վերաբերվում ինքս ինձ, որ նոր հասկանամ, թե դիմացինի հետ ես ինչպես կվերաբերվեմ, ինչպես կվարվեմ, եթե ես ինձ հարգում եմ, սիրում եմ ու ես ինձ հետ ինձ լավ եմ զգում, դիմացինը միանշանակ իմ հետ իրեն լավ կզգա։ Այդ դեպքում ես կհասկանամ ինչպես սիրեմ, ինչպես մոտենամ, երբ լինեմ կողքին ու ինչքանով չափը իր կողքի, իմ սիրած մարդու կողքի գտնվելը հասկանամ։ Կան մարդիկ, ովքեր սիրելու ընդունակ չեն։ Սերը միշտ եղել է, մարդը ծնվում է սիրով, Աստծո նկատմամբ եւ ինքը իրեն, ծնողների սերը ուղղակի հասկացողությունն է, ինֆորմացիա, ինչքան ապրում է մարդ, այդքան հարստացնում է ինֆորմացիան, տեղեկություն սիրո մասին։ Հարստացնել նշանակում է բացել, բացահայտել ներքին այն որակները, ունակությունները, այն զգացողությունները, որը անընդհատ աշխատանք է ինքը իմ վրա սիրո մասին, սիրո թեմայի մեջ մնալով, ինչքանով դա բացահայտվում է, ինչքանով դա պարզեցվում է, այդքան հաճելի է լինել ու հաճելի է գտնվել այդ զգացողության մեջ, այդքանով դու կարող ես հաճելի զգացողություն տրամադրել քո դիմացի մարդուն, ում դու սիրում ես։ Դե կան մարդիկ, ովքեր սերը գուցե ցույց տալ չգիտեն կամ սիրում են անգամ սեփական երեխաների հանդեպ սառնեն, երևի սիրել չգիտեն։ Այլ եմ ասում տեղեկության պակասը։ Ինչպես որ կան տենց ասացված, ասում են մարդկանց մեջ, որ կինը ամուսնուն ասում է դու ինձ վաղուց չես ասել, որ ինձ սիրում ես, իսկ ամուսինը ասում է ես քեզ 15 տարի առաջ ասել եմ, որ սիրում եմ։ Եթե մի բան կփոխվի, ես քեզ կտեղեկացնեմ, նման ինչ-որ բան, բայց այո, ճիշտ է, որ սիրո մասին լավ կլինի արտահայտվել, բացի արտահայտվելուց անելիքներ, հասուն կանայք,
հասուն տղամարդիկ դնում են շեշտը անելիքների գործողության վրա, այսինքն դիմացինը, որ ասում է ինձ սիրում է, այդ ասենք դիմակ կամ իրական սիրել ունի ու ինչքանով ունի, ոնց է դա դրսևորում իմ անձի նկատմամբ կամ ես ոնց եմ դրսևորում իր անձի նկատմամբ։ Սերը դա անընդհատ շարժող մասնիկ է։ Սերը չի կարող տեղում մնալ, սիրեցի ու վերջ։ Սիրո համար երկուսն էլ պիտի անընդհատ գործողություններ անել, թե ինչպիսի գործողություններ մեր մոտ շատ գալիս են զույգեր, ովքեր որ իրոք ապրում են 7 տարի, 8 տարի, 4 տարի միասին ու շատ այն պրիմիտիվ բաներից տեղյակ չեն, որը իրար հաճույք պատճառելը ինչքան հաճելի է հենց նրան, ով պատճառում է այդ հաճույք մեկը մյուսին, հա, այդ խոսքը նրա մասին է, թե եթե աշխատանքից եկաք, կարելի է ուղակի նստել իրար դիմաց, բռնել կնոջ ձեռքը կամ ընկերուհու ձեռքը, ուղակի լսել իրեն թեկուզ լռության մեջ, խորանալ հայացքի մեջ, զգալ ու հասկանալ ինչ է զգում այս պահին այս մարդը, կամ ինչպես անցավ իր օրը, ինչ տրամադրությամբ է եղել այդ մարդը ամբողջ օրվա ընթացքում, որտեղ որ գտնվել է այդ անձը, եւ նույնն էլ իմ մասին պատմել, ես ոնց եմ եղել այսօր, ինչ եմ զգացել այսօր, երբ որ քո կողքին չեմ եղել։ Այդ պրիմիտիվ հասարակման, որը պահանջում է նույնիսկ 5 րոպե կարելի է սուրճի սեղանի շուրջ նստել, այդ 5 րոպեն բավական է, եթե ակտիվ գտնվում են ոչ թե միայն ֆիզիկապես, այլ հոգեպես, ինչպես որ նաև գրվում էր, որ սերը դա հոգեվիճակ է, բայց ինչպեսին դա բութ ու կդնեի շատ բառեր կգրեինք դրա տակը հասկացողություններ։ Այսինքն սերը պահանջում է ոչ թե խոսքեր, այսինքն ոչ միայն խոսքեր, այլև գործողություններ։ Միանշանակ գործողություններ ու անընդհատ։ Այն չի, որ մենք 15-17 տարի ամուսնացած ենք ու վերջ ապրում ենք ավտոմատված։ Շատ ժամանակ զույգերը չգիտեն կամ հարմար չի ասում են, բայց կարելի է ցանկություն ունենալ երեխաներին թողնել ծնողների մոտ կամ չգիտեմ բարեկամների մոտ ու երկուսով գնալ հաճախակի ամիսը 1 ինչ որ չգիտեմ ուրիշ տեղ, ուրիշ վայր երկուսով մնալ, զուտ երկուսով ու չխառնվի դրան սոցցանցերը եւ այլ, այսինքն չլինել հեռախոսի հետ, կարելի է գտնվել ամբողջ օրը իրար հետ, բայց ամեն մեկը հեռախոսի մեջ այդ չեղա, որ մենք սիրում ենք կամ սերը շարժվում մեջ է։ Եթե 100 տարի առաջ լիներ կամ դրանից ավելի վաղ չէինք զարմանա, բայց ցավոք մեր օրերում էլ հանդիպում է, որ ասում են հարգելով ամուսնացիր, կնվիրվեք ժամանակի ընթացքում կսիրեք, այ ժամանակի ընթացքում սեր ծնվում է եւ դա նորմալ է, որ չսիրելով ամուսնանում են։ Ամուսնանալուց հետո նոր սիրել, բայց ամուսնանալուց սկզբից ինչ է առաջանում, ինչ է խաղում, այսինքն հա, կան զույգեր, որոնք որ օրինակ մեր մոտ որ գալիս են ու պատմում են իրանց ընտրության ժամանակ ինչպես են առաջնորդվել, կա հարմար ճակերտների մեջ ասեմ պարտիա, հա, որ այդ տղան ունի բնակարան կամ հակառակ աղջիկը ունի բնակարան եւ լավ աշխատանք հարգելով, բայց չեմ կարծում, որ հետո կարաբերի ինչ որ նոր զգացողությունների միևնույնն է, իրենք կողքից փնտրելու են, կարող է եւ չփնտրեն, այլ պատահական հանդիպեն այն մեկին, ում համար սիրտս ուրիշ ձև է բաբախում, ում համար ես զգում եմ, որ այստեղ հենց այնպես չի, իմ հորմոններս շարժ տեղի ունեցավ։ Դե տատի պապիկներ են լինում, չէ՞, որ ասում են, այ ինձ լավ էր նայում, լավ տեղեր են գնում, այդպես սկսեցի սիրել։ Հա, բայց դրանք չեն փոխարինի այն ներքին զգացողության մասին, հա, հիմա շատ եմ լսում զույգերի միջև խոսում են կամ նոր ծանոթանալու ժամանակ ասում են քիմիա ունեմ քո նկատմամբ, չեմ հասկանում էլի այդ քիմիա, այսինքն ուզում են ասեն, որ ինչ որ հորմոններ է սկսում խաղալ, կարծես թե թերարժեքությամբ են վերաբերվում սիրո բառին, սիրո զգացողությամբ, մի քիչ լավ չի լսվում այդ նույնիսկ մարդկանց համար, հա, ինչ որ արժեքազրկված է այդ դեպքում այդ զգացողությունը։ Այս դեպքում կարող ենք ասել, որ երկար ժամանակ իրար հետ ապրելու դեպքում ոչ թե սեր է իհայտ գալիս, այդ կապվածությունն է դա։ Կապվածություն, կախվածություն երկար տարիների ժամանակ, հա, միգուցե
կա այդպիսի մի բան, որ սովոր եմ այս մարդուց ստանալ այս լինի տանը, որ գալիս եմ աշխատանքից կամ իրար հետ տեղ գնանք, որովհետև ինձ հարմար է, որովհետև ինքը գիտի իմ սովորությունները ու պաշտում է այդ ու պահում է դա, որը կարևոր է թե տղամարդու համար, թե կնոջ համար։ Կա կետեր, որ ունեն մարդիկ, որի համար պահպանում են իրենց միացությունը, հարգանք, կարելի ասել հարգանք, բայց սեր ասվածը մի քիչ այլ է, սիրո մեջ կա այդ հարգանքը, կա կախվածություն, բայց առողջ կախվածության մասն եմ խոսում, Ջոն Բոուելն է կարծեմ գրել կապվածությունների մասին շատ լավ ձևակերպել, լավ կլինի մարդիկ կարդան, դա էլ է տեղեկություն, հա, ինչպես ես կախում, որտեղ կան հիվանդագին կախվածություն, կապվածություն ու կախվածություն, որը որ առողջության է նույնիսկ վնասում, մեր մոտ որ գալիս են զույգեր, զգում ենք, որ մարդը ձեռք է բերել հիվանդություն ու պարզաբանում ենք, որ առաջի պայմանային էր, որ այդ կախվածությունը ու կապվածությունը շատ խեղտող էր դիմացինին, հա, մեկի մոտ ասթմայի, բրոնխիալ ասթմայի ձեռքբերում է, մեկի մոտ ինչ-որ մի ուրիշ հիվանդություններ, քրոնիկական ընդ որում։ Դրա համար այդ կապվածությունը կա, բայց ինքը պիտի առողջ լինի, չվնասի, այլ ընդհակառակը հաճելի զգացողություն բերի։ Դիմացի մարդը պիտի ապահով իրեն զգա իր զույգի կողքը, ապահով, հանգիստ, հարմար, ինչու՞ չէ։ Ճիշտ չփոսեն դաստիարակել։ Մի աննշանակ, որովհետև դաստիարակելը դա արդեն ծոր պարտադրանք է, հա, պահանջ է, դու պետք է անես, այդ պետքաբար, որ չառաջանա զույգերի միջև շատ հիանալի զույգ կլինի, հա, որովհետև իրար հետ պայմանավորվելով ինչ որ բանի մասին խոսել։ Ու կա այսպիսի մի բան, որը կուզեի նշեմ, երբ որ կա սիրո զգացողություն, այլ ուրիշ զգացողությունը հանգում է, այդ զգացողության անունը անտարբերություն։ Անտարբերություն ոչ թե դիմացինի ուզածի նկատմամբ, անելիքի նկատմամբ, հա, երբ որ չկա այդ անտարբերությունը, զույգը ավելի կապված է, ավելի իրար գնահատում են, ավելի սերը մեծանում է, այդտեղ ասում են սերը շարժվում է առաջ։ Հոգեբանները նշում են, որ սիրահարվածության փուլը տևում է մոտ 2 տարի։ Հիմա մարդիկ ինչքան պետք է հանդիպեն, մինչև այդ սիրահարվածության փուլը անցնի, որ հասկանան սիրում են իրար, նոր ամուսնանան։ Առհասարակ հիվանդանոցային այսպիսի ստատիստիկայով ասեմ, ոնց որ տևում է ջերմությունը 2 տարի ու կես, այդ ճագերներով իհարկե։ Հա, կա այդպես բան, որը դեռ հրապուրանք, հետո սիրահարվածություն, այլ սիրահարվածությունից հետո այդ 2-2.5 տարից հետո սկսվում է փուլ, որը լճացման փուլ է։ Այդտեղ արդեն միմյանց նկատմամբ ինչ որ պահանջներ, ինչ որ մեղավորություններ, մեղադրանքներ, այդտեղ կանգնում է կարծես իրենց զգացողությունը, հա, պետքա այդտեղ շարժ գնա առաջ, այսինքն ինչ որտեղ էլի երկուսով գնան, նորություններ, սյուրպրիզներ անեն իրար համար լինեն, որովհետև երբ որ հետո ծնվում է երեխա, շատ ժամանակ մամաները տրվում են երեխային խնամելով ու մոռանում են, որ դու նաև կին ես քո ամուսնու, կին ես առհասարակ կին ես, այլ ոչ թե միայն մամա, որը որ շատ վնաս է հարաբերության համար։ Ու հետո հարաբերության մեջ շատ կարևոր է, եթե մարդիկ զույգը գնում է իր ննջարանը ու անկողինը դա մեծ դաշտ է, խաղի դաշտ է, որտեղ զույգը միմյանց տրվում են տարբեր խաղերի ձևերով ու որտեղ չի քննարկվում ոչ մի խնդիրներ, որտեղ չի քննարկվում ոչ մի այլ ուրիշ երևույթներ, որը չի վերաբերվում այդ պահին այդ թեմային։ Ինչքան հեռու լինի անկողնից թեմաները լուրջ քննարկելու, այդքան զույգը ավելի ամուր է։ Իսկ ամուր ընտանիք ունենալու համար ինչ է պետք։
Ամուր ընտանիք հենց այնպես չի ստեղծվում ու չի ստեղծվում տատուս, պապուս, մամայիս, պապայիս ասածով, այս ստեղծվում է զույգը զույգին լսելով, հարգելով։ Դրանք էլ ունեն իրենց բաղադրո տոմսը, եթե բացենք ամեն մի բառը, շատ կետեր կա, որը որ ինչքան բառը հասարակ է, այդքան ինքը հեշտ ընկալելի է մարդու համար։ Երբ որ գալիս են զույգերը ու քննարկում ենք, թե դա ինչ է, դու այսօր հարգել ես ամուսնուդ, որովհետև, չգիտեմ, ճաշ ես պատրաստել եւ այլ, հա, մի քիչ մանրանում ենք, թե էլ ինչ ես արել, բացի այդ, եղել ես իր կողքին, հոգեպես եղել ես այդ մարդու հետ, հասկացել ես, որտեղ պետքա դու խոսես, որտեղ պետքա լռել, որտեղ ուղակի միասին նայեք ֆիլմ ու լռությամբ հասկանաք ինչ որ մի էպիզոդներ ֆիլմից, կարևոր նյուանսները։ Այսօր երիտասարդները ձգտում են միայնակ ապրել, այսինքն մեծեր չլինեն տանը։ Դա որքանով է խանգարում կամ օգնում։ Միանշանակ զույգերը պետք է միշտ առանձին ապրեն։ Միանշանակ դարեր շարունակ ինչ որ պապենական բաներ կար, որ ընտանիքում ապրեն, որովհետև պետքա սովորեն ամեն մեկը իրենց ծնողներից, թե ոնց է պետք վերաբերվել, թե իրար միմյանց, թե ոնց է պետք վերաբերվել ու խնամել երեխային եւ այլ կամ հարգանք ձեր բերեն մեծի նկատմամբ, բայց դա չգիտեմ, հիմա ամենալավ տարբերակը այն է, որ երիտասարդները ապրեն առանձին, որովհետև ցանկացած պահին, երբ որ կա վեճ միմյանց նկատմամբ, կարող է այնտեղ դրսևորվի, չգիտեմ, ամուսնու կողմից կամ կնոջ կողմից որևէ հաճելի մի դրվագ, չգիտեմ, գալ փաթաթվել ֆիզիկապես կամ իրար հետ զրուցել որևէ այնպիսի թեմայից, որը շատ նեղ ընտանեկան է, ինտիմ թեմայից, ու այդ դեպքում, եթե որևէ երրորդ անձը գտնվում է իրենց շուրջ, դա իհարկե խանգարում է միասնությանը, խանգարում է հեշտ հաշտեցնի իրենց կոնֆլիկտը։ Մեր օրերում որոնք են ամուսնալուծության պատճառները։ Ամուսնալուծության պատճառները այն է, որ մեկը մյուսին չեն լսում, չեն հասկանում ինչ է ուզում դիմացինը, ինչ է խոսում, ինչ թեմայից է խոսում դիմացինը։ Մեծ մասը դա է խնդիրը։ Մյուսը այն, որ ամեն մեկը եկել է ընտանիք է կազմել, իրենց մեջ բերելով իրենց ընտանեկան մոդելը վարքի, վերաբերմունքի, երբ որ վեճի ժամանակ հայրս ինչպես է իրեն դրսևորել մայրիկիս հետ կամ մայրս ինչպես է դրսևորել, երբ որ նեղված է եղել կամ նեղացած կամ ինչ որ բանից ինչ որ մի բան հաշտ չի եղել իր կյանքում, ամեն մեկը իր մոդելն է բերում ընտանիք։ Ու կային զույգեր, որտեղ որ ասում է, որ իմ ամուսինը ինձ չի հասկանում, ես ինչ եմ ուզում, ես ասում եմ մի բան, նա հասկանում է ուրիշ բան, ու այդտեղ բախում է տեղ ունենում։ Ու երբ որ հոգեբանը հանդիսանում է որպես թարգմանիչ զույգերի միջև, հասցնում է ամուսնուն, որ ձեր կինը ասում է սա, նույնն էլ հակառակը, ձեր ամուսինը ձեզնից ուզում է սա, կարող եք դա տալ իրեն։ Այդ ժամանակ իրենք մոտ կա կետ, որտեղ, հա, փաստոր ես չէի հասկանում։ Ոչ, դու հասկանում ես քո էմոցիաների տեղից էիր նայում, այսինքն այդ ռակուրսից էիր տեսնում այդ մարդու ասածը։ Դու նեղված ես, նեղված կետից ես նայում։ Դու նեյտրալ պոզիցիայից չես դիտարկում իր ասածը։ Այսինքն հասկանալ իրոք մարդը ինչ է ասում։ Իսկ ընտանեկան հարաբերությունները լավ թե վատ հետագայում ազդեցություն ունենում են երիտասարդների ընտրություն կատարելու դեպքում եւ իրենց ընտանիքում իրենք պահում են իրենց այնպես ինչպես եղել է դրանից առաջ։ Իհարկե ունենում է այն փաստը, որ ինչ մոդելի ընտանիքա, ինչ բնույթի մտածելաձև կա այդ ընտանիքի ներսում։ Կա նաև, որ երիտասարդները ինքնուրույն սեպարացվում են ընտանիքից, տարանջատվում են ու ինքնուրույն են որոշում, ինչու՞ չէ կա նաև փաստեր, որտեղ որ ես իմ պապայիս ուզածը չլինի, հակառակ ու հակա ինչ որ բաներ էլա լինում, բայց ստատիստիկան չկա այդ հստակ, որ այսքան տոկոսը ընտրվում է հենց ընտանեկան ուզածի պես ով է ընտրում երիտասարդը։ Քանի որ ամուսնալուծությունները շատ են, բայց
Որ դեպքում է ճիշտ բաժանվելը, որ դեպքում կարելի է փրկել քայլեր անելով։ Եվ որ գալիս են իմ մոտ զույգեր ու որոշում են ամուսնալուծվել, անենք թե ոչ, մի քանի հարցեր էլի պարզաբանենք, աշխատանքի թերապիաների ընթացքում կան զույգեր, որտեղ որ մնում են միասին ու մեկ-մեկ լինում են դեպքեր, որը մտածելու տեղիք է տալի, արդյոք ճիշտ էր, որ իրենք մնային, որովհետև այդ անձինք իրար համար չեն։ Դու զգում ես որպես թերապևտ, բայց իրենց ընտրությունն է, իրենք մնացին միասին, իրանք որոշում կայացրին, ողջունելի է, բայց որպես մասնագետ ասեմ, որ հետագա ինքը կբերի իր արդյունքները, այսինքն էլի կլինի այնտեղ բախումներ, բավականին լուրջ, այսինքն եւս մի քանի բախում է պետք, որ այդ զույգերը հասկանան, որ մենք իրար համար չենք։ Բացի այդ, որ ամուսնալուծության նաև նպաստում են, որ կան ընտանեկան ճգնաժամային տարիները, հա, այդ 2.5, 3, 5, 7, այդպես չեմ ուզում հստակ ասեմ, ու կան նաև անձի առանձին ճգնաժամային տարիքը։ Այսինքն դա էլ ու լինում է ժամանակներ, որ դա միասին համընկնում է, ու այդտեղ ուժեղ բախում է տեղի ունենում, որը կարա եւս պատճառ հանդիսանա ամուսնալուծության։ Ասացիք, հետո հասկանում եք, որ իրենք իրար համար ստեղծված չեն։ Ճիշտ չէ՞ մի անգամից ասելը, բաժանվեն գնան։ Չէ, մասնագետը հենց դրանով է մասնագետ, որ միգուցե ինքը տենց հասկացավ, բայց զույգն է որոշում։ Որոշումը այնուամենայնիվ այցելուներին է տրվում։ Շատերը հանուն երեխայի չեն ամուսնալուծվում։ Այդ դեպքում լավ քայլ են անում, թե սխալ։ Երբ որ գալիս են զույգեր ու ասում են, դե երեխայիս խաթրն եմ դիմանում, ապրում, հա, ու հարցը ինչն է այդտեղ խնդիրը երեխայի համար, ոնց երեխաս մնա առանց հայր, ու այդտեղ հարցը առանց հայր ինչը նկատի ունեք, երբ որ մարդը ֆիզիկապես չկա, այսինքն երբ որ մարդը Աստված հեռու տանի մահացել է ու դրվում է հողի տակ, այդ ժամանակ հայրը կամ մայրը չկա։ Քանի մարդը ողջ է, ամեն ինչ կարելի է պայմանավորվել։ Մարդը կենդանիներից ինչով է տարբերվում, որ ունի բառ, լեզու, որը կարող է արտաբերել ու գալ պայմանավորվածության, երբ ինչքանով ոնց հանդիպեն այդ երեխայի հետ ծնողները, որպեսզի երեխային չվնասեն։ Ու այսպիսի մի բան, որ ինչքան ընտանիքը առողջ է, երջանիկ է, այդքան երեխան առողջ կմեծանա։ Շատ ժամանակ մայրիկները, որ բերում են երեխան ունի խնդիր ու պարզվում է, որ ընտանեկան խնդիրն է անդրադարձել երեխայի մոտ ու բերել է այսպիսի խնդիրին։ Ծնողին ասում եմ այսպիսի բան, գիտեք, որ երեխան մինչև 25 տարեկան սնվում է մամայի էներգիայով։ Ինչքան մաման երջանիկ է իրեն զգում, այդքան երեխան առողջ է ու անկախ դրանից երեխան մայրիկի կողքն է մեծանում, թե բավականին հեռու։ Միևնույն է մայրիկի էներգիան ավելի ազդում, այդ ավելի շուտ ապահովել ձեր երջանկությամբ, քան երեխային առնել գազար կամ խնձոր, վիտամիններ, հա, ավելի շուտ դու քեզ երջանկացրա, դա կարևոր փաստ է։ Երեխայի համար միանշանակ առողջ ապրելաձևը ապահովելու համար մթնոլորտն է պետք առողջ լինի, որովհետև կան որ փակ ագրեսիա տեղի ունենում տանը, մայրը եկավ, հայրը եկավ, իրար հետ չեն խոսում, նեղված են, լարված են, այդ լարված մթնոլորտով հաստատ երեխան առողջ չի մեծանա, բացի այն, որ ֆիզիոլոգիական խնդիր կունենա, նաև հետագայում հոգեբանական, որը որ իրենք ապահովում են երեխայի համար, ամբողջ կյանքը երեխան պետք է գնա հոգեթերապևտների մոտ։ Այդ իր կյանքի համար, այսինքն ծնողները պետք է մտածեն, ավելի լավ է դու միայնակ լինես, հայրիկ կամ մայրիկ ու երեխան որևէ մեկի մոտ մեծանա, քան մեծանա անառողջ, լարված մթնոլորտի մեջ։ Երեխաները քանի տարեկան պետք է լինեն, այսինքն որ ծնողները որոշում կայացնեն բաժանվել, որ տարիքում է երեխաները այդ փաստը ծանր տանում։ Ծանր տանում։ Գիտակից հասակում ծանր են տան։ Երեխան նույնիսկ կարա 2 տարեկան, 3 տարեկան, որը որ դեռ լավ չի խոսում, իրենք շատ ուժեղ են զգում։
ծնողի էներգիան, ծնողի ներսի կատարածը, պարտադիր կոնֆլիկտի ականատես լինեն, ինչքան որ այդ զգացողությունն է տան կամ իմ մամայիս կամ իմ պապայիս։ Իսկ որոշում կայացնել արդեն դատարանում, բայց բացի այդ, երբ որ եկել են մեր մոտ, մենք անցկացրել ենք դիագնոստիկա ու պարզ ա եղել, թե երեխան ում հետ էր որոշել մնա։ Այդ պետք է հաշվի առնել, հա, ինչքանով որ դատարանում ինչ որ բան որոշում են, պետք է երեխային էլ նեյտրալ մասնագետը անցկացնի թերապիա, որ հասկանան ում հետ է ցանկանում երեխան։ Բայց որ երեխաները փոքր են լինում եւ ծնողները բաժանվում են, հետո երեխան սկսում է մեղադրել ծնողներից մեկին, չէ, ինքը մտածում է այն մյուսը իդեալական էր, բաժանվեցին կամ չգիտեմ, ինձ թվում է անջրպետ է առաջանում։ Մեղադրանքը երեխայի մոտ գնում է այն ծնողից, ով մեծացնում է այդ երեխային, ով հաճախակի գտնվում է, որովհետեւ ծնողից մեծ տրամադրվածություն է կապված, մայրը կարա երեխային հա ես ամուսնալուծվել եմ հայրիկից, բայց հայրիկդ շատ լավ մարդ է։ Ну, եթե իրոք լավ մարդ է, լավ հայր է քո համար, ինքը լավ մարդ է, բայց իմ համար հարմար ամուսին չի։ Մենք իրար հետ լեզու չենք գտել, բայց նա լավ մարդ է։ Այդ դեպքում առողջ խոսելու դեպքում երեխան դժվար ունենա մեղադրանքի ինչ որ միտումներ։ Մեր օրերում արդիական է արհեստական բեղնավորումը էկոասված է։ Հիմա երեխաները կամ հայր չունեն կամ մայր չունեն։ Դա հոգեբանորեն չի ազդում հետագայում, այսինքն չի ազդելու։ Առհասարակ իդեալական է, երբ որ երեխան լիարժեք ընտանիքում է մեծանում, որտեղ կա հայր ու մայր, առողջ հայր ու մայր։ Բայց այնուամենայնիվ այն ծնողը, ով դաստիարակում է, ով մեծացնում է, կարող է շատ հետաքրքիր թերապևտիկ հեքիաթներով միջ այդ քննարկի մասնագետների հետ, ինչ ձևով կարելի է մեծացնել, ինչ գաղափարների շուրջ կարելի է խոսել երեխայի հետ, որպեսզի ինքը իրեն չզգա վիրավորված ինչ որ մի մասով, հա, որովհետև մի մասը չկա տանը։ Արդյոք ամուսնալուծված ընտանիքների երեխաների մոտ այդ պսիխոպաթիան է զարգանում։ Այդտենց ստատիստիկա հստակ չկա, բայց այնուամենայնիվ նայած թե ինչպես են իրենք ամուսնալուծվել, կա որ կոնֆլիկտով ու կա շատ ինտելիգենտ վիճակով, որ երկուսն էլ ընկերներ են, շատ զույգեր ունեն, որոնք ասում են մենք իրար տուն գնում գալիս ենք ու մեկը նույնիսկ զույգավորվել է արդեն, զույգի հետ են գալիս, թե են խմում, միասին զրուցում են, երեխան այդ մթնոլորտում մեծանում է ու տեսնում է այդ, ու դա շատ հաճելի է, ողջունելի է։ Գալիս է ինտելեկտից ծնողներից, հա, ինչպես դա մատուցեն, ոնց են իրենց դրսևորում։ Առհասարակ երեխային, եթե ուզում ես դաստիարակել, դու պետք է հաշվի առնես քեզ, առաջինը քեզ դաստիարակի, կապ չունի դու որ տարիքում ես, քո շարժը, քո խոսելը, քո պահելաձևը, քո վարքը, որտեղ ինչպես դու ես, այդպես քո երեխան հայելին է ընտանիքի, ու դա ճիշտ է։ Դե բայց մեկ-մեկ լինում է երեխան ոչ մեկի նման չէ։ Լինում է, որ ծնողը ինչ որ տեղ բաց է թողել։ Իրավիճակներ կան, որ ծնողը անտեսել է, հաշվի չի առել, կամ տեսել է ու ժամանակ չի տրամադրել դրան։ Հետևաբար ինչպես լինել լավ ծնող։ Լավ ծնող, բոլորս ունեն հնարավորություն ու բոլորս ունեն իրավունք սխալվելու, բայց մի սխալից միշտ պետք է հետևանք անել ու դաս քաղել, լավ ճակերտների մեջ վերցնեմ այդ բառը, ինչ անեմ, որ նման խնդիրներ չանդրադառնամ, այս խնդիրը ոնց լուծեմ, որ ուղղություն տանեմ, ինչ ձևի կորեկցիա ենթարկել, որ իմ բնավորությունը, իմ զգացողությունը ու դիմացինը ու մթնոլորտը ու նայած ինչ խնդիրը, որ ոչինչ չվնասվի։ Շնորհակալություն։ Խնդրեմ, համերձ։ Մենք զրուցում էինք զարգացում հոգեբանական համալիրի տնօրեն, հոգեբան, հոգեթերապևտ Էլոնա Ավետյանի հետ։